Արագած գրքի առաջի գլխի 7-րդ խոսքում դասում ենք. Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, միայն հիմարները կանարկեն իմաստությունը և խրատը։ Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, միայն հիմարները կանարկեն իմաստությունը և խրատը։ Այսօր շատ ենք հանդիպում, շատ ենք լսում, մարդը մի գործ է ձեռնարկում, հետո ընկնում է շատ ծանր փորձությունների մեջ, ծանր վիճակների մեջ, անախորժությունների մեջ, վեճերի մեջ և զրկվում է շատ բաներից։ Մեկը ուզում է գործ դնել, գործը սկսում է, վերցնում է մեծ պարտք, գործը չի հաջողվում և հայտնվում է շատ անհարմար վիճակում։ Եվ ես համոզված եմ, որ այստեղ մի կարևոր պատճառ կա։ Հիմնական պատճառը սա է, որ այդ մարդը իմաստություն չունի։ Եթե մարդը իմաստություն ունի, իմաստությամբ է վարվում, նա չի ինքն այդպիսի խառը վիճակների մեջ, հիմար վիճակների մեջ։ Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, միայն հիմարները կանարկեն իմաստությունը և խրատը։ Եվ 111 Սամոսի համար 10-ում էլ նույնպես ասում է. իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, բարի խոհեմությունը ամենի համար, որ անում են նրան, նրա օրհնությունը մնում է հավիտյան։ Ով որ իմաստությամբ է վարվում, օրհնություն է վերջը սիրելիներ։ Այ, ինչ է նշանակում, որ մարդը իմաստուն է։ Սա է նշանակում, որ մարդը ունի Աստծո վախը, մարդը իրան տեսնում է Աստծո առջև։ Արագած գրքի նույն առաջի գլխի 20 խոսքից ասում է. իմաստությունը աղաղակում է, դրսում է, հրապարակներում տալիս է ձայնը, նա կանչում է անկալիս տեղերի գլխին և դռների մուտքերում և քաղաքում խոսում իր խոսքերը, մինչև երբ պիտի ով անմիտներ, անմտություն սիրեք, և մինչև երբ պիտի ծաղր անելը հաճելի լինի ծաղր անողներին և հիմարները ադեն գիտությունը։ Ետ դարձեք դեպի իմ հանդիմանությունը և ես իմ հոգին կթափեմ ձեզ վրա և իմ խոսքերը կասկածնեմ ձեզ։ Իմաստությունը սա է սիրելիներ, որ մարդը Աստծո վախը ունի, խոնարհվում է Աստծո առջև և իր ամեն ճանապարհներում, իր ամեն քայլերում փնտրում է Աստծո կամքը, ինչպես նույն Արագած գրքի 3-րդ գլխի 5-րդ խոսքից ասում է. Տիրոջ ապավինիր քո բոլոր սրտով և քո հասկացողությանը մի վստահիր։ Քո հասկացողությանը վստահելը սա նշանակում է անպարտաբանություն, հպարտություն։ Սա նշանակում է, որ մարդը իմաստուն քայլ չի անում։ Քո բոլոր ճանապարհներում նրան ճանաչիր և նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տերից և հեռացիր չարից։ Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է։ Մարդ առաջինը իրան տեսնում է Աստծո առջև և փնտրում է Աստծո կամքը։ Մարդը փնտրում է Աստծո խոսքը, որ ամեն բան լինի Աստծո խոսքով։ Հակոբոս առաքյալը ինչ է գրում։ Հակոբոս առաքյալը իր թղթի 4-րդ գլխի համար 13-ում ասում է. ահա դուք որ ասում եք, թե այսօր կամ եկուս գնանք այսինչ քաղաքը և այնտեղ մի տարի լինենք և վաճառենք և շահենք, դուք որ չգիտեք եկուցվա օրը, ինչպիսի բան է ձեր կյանքը, որ մի շոկի է, որ մի քիչ ժամանակ երևում է և հետո աներևութանում, փոխանակ որ պետք էր ասեիք, եթե Տերը կամենա և ապրենք, այս բանը կամ այն բանը կանենք։ Մարդը գործ է ձեռնարկում առանց Աստծու, իր խելքով, իր հասկացողությամբ։ Եվ հետո Հակոբոս ասում է, բայց հիմա բարձրանում եք ձեր անպարտաբանությունում, ամեն այդպիսի պարծանքը չարություն է, արդ ով որ բարին գիտե նաև չանե, դրա համար մեղք է։ Մարդը գործ է ձեռնարկում, պետք է Աստծո կամքը փնտրի։ Եվ Ղուկասը ավելանում է, լսում ենք մեկի մասին, ամիտ մեկի մասին,
Եվ ասում է 12-րդ գլխի համար 15-ից եւ նրանց ասեց. տեսեք եւ զգուշացեք ագահությունից, որ մարդուս ստացվածքի առավելությունից չէ նրա կյանքը։ Այն մարդը, այս մարդու մասին, որ Հիսուսը խոսում է, իրան թվում էր, թե ինքը այդպես էր համոզված, որ լավ կյանքը սրանից է, որ ունենա լավ ստացվածք, լավ ունեցվածք։ Եվ Տերը մի արագ ասեց. մի հարուստ մարդու արդերը այգիները տվեցին արատ փերք եւ ասեց. ինչ անեմ, իմ շտեմարանները քանդեմ, ավելի մեծը շինեմ եւ իմ անձին ասեմ. ով անձ շատ բարիքներ ունես, շատ տարիների համար ամբարված, հանգստացիր, կեր խմիր ու զվարճացիր։ Նա Աստծո վախը չուներ։ Նա առաջնորդվում էր իր շնչով, իր խելքով։ Եվ վերջում լսում ենք, բայց Աստված ասեց նրան. անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից կպահանջվի, ուստի այդ որ հավաքել ես, դիզել ես, ում պետք է մնա։ Իմաստության սկիզբը Աստծո վախն է։ Ես հիշում եմ, մի քույրիկ մոտեցավ եւ ինձ ասեց. Սամվել եղբայր, իմ փեսանու աղջիկը ասում են, տունը թող դրվի գրավ, գումար վերցնենք բանկից, առևտուր անենք, հետո ընթացքում ուրեմն այդ ամբողջ մեր պարտքը գումարենք։ Ասեցի քույրիկ մի համաձայնվի, անտուն ես մնալու։ Մի համաձայնվի, այդ քայլը մի արա, իրանց մի լսի, անտուն ես մնալու։ Մի ամիս հետո հանդիպեցի քույրիկին, հարցրի, ասի քույրիկ ինչ եղավ։ Ասեց ես իրանց մեջեցի եւ իրանք էլ իմ հետ չեն խոսում, ասեց իրանց գործն է։ Դա իրանց գործն է։ Եվ Սուրբ Գրքում օրինակներ գիտենք սիրելիներ, Հովսեփը իր ամեն գործերում իմաստությամբ էր վարվում։ Նա ատում էր մեղքը, նա ատում էր հանցանքը, նա իրան տեսնում էր Աստծո առջև, մեղքը ուզում էր իրան հրապուրել, իր կողմը քաշել, բայց ինքը մերժեց։ Ճիշտ է, ընկավ բանտ, նեղություն եւ դժվարություն, բայց Աստված իրան վեր հանեց բանտից եւ օրնեց։ Երբ որ Եգիպտոսի երկրում սով էր, սով պետք է լիներ, սովի համար Հովսեփը խոսեց, ինչպես պետք է վարվել։ Իրան փարավոնը լսեց եւ փարավոնը իրան բարձրացրեց։ Իր գործերում իմաստությամբ էր վարվում նաեւ ինքը Դավիթը, որ հետո եղավ Իսրայելի թագավոր։ Սավուղը իրան շատ հալածեց եւ եղավ դեպքեր, որ Սավուղը իրան ձեռք ընկավ, իրան կարող էր սպանել եւ իր կողքիները ասում էին. սա այն օրն է, որ Աստված քո թշնամուն քո ձեռքն է մատնել։ Բայց Դավիթը ասում էր, Աստծո վախ ուներ, ասում էր ինչպես ես իմ ձեռքը բարձրացնեմ Աստծո օձալի վրա։ Նա վարվում էր իմաստությամբ, սիրելիներ, ամեն բան Աստծուն էր հասնել, ամեն բանում Աստծուն էր վստահում։ Եվ Դավիթը իր բոլոր գործերում այդպես է գրված, իմաստությամբ էր վարվում։ Իմաստության սկիզբը Աստծո վախն է, սիրելիներ։ Եվ Արագած գրքի մեջ նորից կարդում ենք 4-րդ գլխի 5-ից 9-րդ խոսքերում. իմաստություն ստացիր, հանճար ստացիր, մի մոռանար եւ մի խուտորվիր իմ բերանի խոսքերից, մի թողիր նրան եւ նա քեզ կպահե, նրան սիրիր եւ նա քեզ կպաշտպանե։ Մարդը, որ ունի Աստծո վախը, Աստված մարդուն իմաստություն է տալիս եւ Աստված մարդուն տալով իմաստություն, մարդը չի ինում այդպիսի վիճակների մեջ, անհարմար վիճակների մեջ։ Եվ նույնպես Արագած գրքի մեջ ասում է, Արագած գիր, գլուխ 14, 26-27 խոսքերը, Արագած 14, 26-27 խոսքերը, Տիրոջ վախումը զորեղ վստահություն կա եւ նրա որդկանց համար ապավեն պիտի լինի։ Տիրոջ երկյուղը կենաց աղբյուր է մահվան որոգայթներից խույս տալու համար։ Այո, իմաստության սկիզբը Տիրոջ վախն է եւ դրա համար ասում է Տիրոջ վախումը զորեղ վստահություն կա։ Երբ որ մարդը Աստծո վախ ունի, նաեւ Աստված մարդուն տալիս է վստահություն, հավատք իրան ապավինելու։
եւ նրա որդկանց համար ապավեն պիտի լինի։ Տիրոջ երջուղը կենաց աղբյուր է մահվան որոգայթներից հույս տալու համար։ Թող Աստծո ողորմություններ լինի սիրելիներ։ Չէ, Տեր Հիսուս ասում է, եթե մեկը ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա եւ ամեն օր իր խաչը վերցնի իմ հետևից գա։ Անձը ուրանալ, սա է նշանակում սիրելիներ, հրաժարվել, մերժել մեր հասկացողությունները, մերժել մեր ճանապարհները եւ փնտրել Աստծո կամքը։ Ազնվատությունը սա է, որ Հայր մեր աղոթքում միշտ խնդրում ենք, թող քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Այնտեղ Արագած գրքի առաջի գլխում ասում էր, իմաստությունը աղաղակում է հրապարակներում։ Այսօր ավետարանն է քարոզվում, Հիսուս Քրիստոսի ավետարանը, որ մարդիկ ապաշխարեն, դարձիկան, թողնեն իրանց կյանքը, հրաժարվեն իրանց հասկացողություններից, մերժեն անհավատությունը եւ այն ժամանակ Տիրոջ հոգին այցելելու է եւ իրանց առաջնորդելու է։ Եվ նաեւ առաջի Կորինթացիս թղթում ենք կարդում սիրելիներ, առաջի Կորինթացիս թղթի առաջի գլխի վերջին երկու խոսքերում 30-31 խոսքերում եւ դուք նրանից եք Հիսուս Քրիստոսում, որ Աստվածանից մեզ համար եղավ իմաստություն եւ արդարություն եւ սրբություն եւ փրկություն, որ ինչպես գրված է, նա որ բարձրանում է, թող Տերովը բարձրանա։ Մարդը, որը եկել է լույսին, մարդը, որ Աստծո կանչը լսել է, արձագանքել է Աստծո հրավերին եւ իր սիրտը լայն բացել է Աստծո առջև Հիսուս Քրիստոսին ընդունելով որպես իր Տեր եւ Փրկիչ, հավատալով, որ նրա սուրբ արյամբ ջնջվում են իր բոլոր մեղքերն ու հանցանքները, հավատալով արտարանում է եւ համարձակությամբ Աստծուն է մոտենում, Աստված այցելում է, Սուրբ Հոգին այցելում է եւ մարդուն լցնում է երկնային կյանքով եւ մարդը ինչպես է դառնում սիրելիներ, մարդը Աստծուց ունենում է իմաստություն, արդարություն, սրբություն, փրկություն։ Աստված թողորնի սիրելիներ, իմաստության սկիզբը Աստծո վախն է, այսինքն ամեն ժամանակ Աստծո վախի մեջ պետք է լինենք, ամեն ժամանակ պետք է գիտակցենք մեր ոչնչությունը, մեր փուշ լինելը եւ մենք ամբողջովին իրան պետք է վստահենք։ Եսայի մարգարեության 57-րդ գլխում գրված է, այնտեղ մարգարեի շուրթերով հետևյալն ասում սիրելիներ։ 57-րդ գլխի համար 15-ում, որտեղ այսպես է ասում բարձր է եւ բարձրալ է, հայրենականության մեջ բնակողը եւ որի անունը Սուրբ է, ես բնակվում եմ բարձրումը եւ սուրբ տեղը, բայց տինում են կոդրած եւ խոնար հոգի ունեցողի հետ, որ խոնարների հոգին կենտրոնացնեն եւ կենտրոնացնեն սրտով կոտրվածներին։ Աստված ասում է, ես ապրում եմ բարձրում եւ սուրբ տեղը, բայց տինում եմ կոդրած եւ խոնար հոգի ունեցողի հետ, կոդրած եւ խոնար հոգի։ Սա նշանակում է մարդը տեսնում է իր ոչնչությունը, մարդը իրան չի վստահում, մարդը հրաժարված է իրանից, մարդը այլևս իր անձի հանդեպ եղած հավատքով չի ապրում, այլ նայում է Աստծուն, Աստծուն վստահելով ապրում է Աստծո վրա եղած հավատքով։ Եվ նմանապես Եսայի մարգարեության 66-րդ գլխի առաջի խոսքերում ասում է, այսպես ասում Տերը, երկինքի մատորն է եւ երկիրը իմ ոտքերի պատվանդանը, դա ինչ տուն է, որ շինում եք ինձ համար, եւ դա ինչ տեղ է իմ հանգստության համար, այդ ամենն էլ իմ ձեռքն արել եւ եղան այդ ամենն ասում է Տերը, եւ ես սրան եմ մտիկ տալիս խոնարհին եւ կոտրած հոգի ունեցողին եւ իմ խոսքիցը դողացողին։ Ես սրան եմ մտիկ տալիս։ Տերը նայում է, ձեռք է մեկնում է մարդուն, որը խոնարհված է ու կոտրված է հոգով, այսինքն Աստծո վախ ունի։ Իր բոլոր ճանապարհներում Աստծուն է ճանաչում, Աստված թողորնի սիրելիներ, իմաստության սկիզբը Աստծո վախն է։ Եվ Երեմիայի շուրթերով
ասում է իմաստունը թող չբարձրանա իր իմաստությամբ, հարուստը իր հարստությամբ եւ զորավոր իր զորությամբ, այլ մարդ սրանով բարձրանա, որ ինքը ճանաչում է Տիրոջը։ Մարդը, որ Աստծուն է ճանաչում, Աստծուն է հավատում, Աստծո վախ ունի եւ Աստված այդ մարդուն տալիս է իմաստություն, իր բոլոր քայլերը օրնվում են, իր բոլոր քայլերը օրինալ են լինում։ Եվ դրա համար երկրորդ օրինաց գրքի մեջ 28-րդ գլխի առաջին խոսքից լսում ենք. եւ եթե քո Եհովա Աստծո ձայնին ուշադրությամբ լսես եւ զգուշությամբ կատարես նրա բոլոր պատվիրանքները, որոնք ես այսօր քեզ պատվիրում եմ, քո Եհովա Աստվածն էլ քեզ երկրից վրա բոլոր ազգերից գերազանց կանե եւ այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան, քեզ կհասնեն։ Եթե քո Եհովա Աստծո ձայնին լսես, դու քո քաղաքի մեջ օրհնյալ եւ դաշտի մեջ օրհնյալ կլինես, օրհնյալ կլինի քո որովայնի պտուղը եւ քո երկրի պտուղը եւ քո անասունների պտուղը, քո վերի ծնունդը եւ ոչխարների հոտերը, օրհնյալ կլինի քո կողովը եւ քո տաշտը, դու օրհնյալ կլինես մննելիս եւ օրհնյալ կլինես դուրս գալիս։ Ուրեմն երբ որ մարդը Աստծո վախ ունի, այսինքն խոնարհված է Աստծո առջև եւ մարդու սրտի խոսքը սա է, որ Աստծո կամքը ինչպես որ երկնքում է, այնպես իր կյանքում լինի, Աստված օրհնում է, Աստված դու օրհնես իրեններ։ Եվ ուզում եմ նորից հիշեցնել Պողոս առաքյալի խոսքերը, որ այո, Հիսուս Քրիստոսով ամեն բան ունենք եւ աղոթքով Տիրոջ առջև գանք։ Եվ դուք նրանից եք Հիսուս Քրիստոսում, որ Աստվածանից մեզ համար եղավ իմաստություն եւ արդարություն եւ սրբություն եւ փրկություն, որ ինչպես գրված է, նա որ բարձրանում է, թող Տերովը բարձրանա։ Աստված թող օրհնի։ Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է։